Սանդրո Բերկովիչի հետ խաղի ասուլիսը այն պահից, երբ մենք հասանք դրան։ Երկու խաղերը միասին վերցրած եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին։ Կարծում եմ կարողացանք այս երկու խաղերից առավելագույնը քաղել։ Հաղթեցինք Երևանում, եւ դա շատ կարեւոր էր այն տեսանկյունից, որ կարողացանք ապահովել 33-րդ տեղը UEFA-ի վարկանշային աղյուսակում, ինչը նշանակում է, որ մեկ մրցաշրջան անց մեկ հայկական թիմ կկարողանա սկսել եվրագավաթային պայքարը Եվրոպա լիգայից։ Պարոն Բերկովիչ, մինչ կսկսեի բուն հարցին անցնելը, նախ շնորհակալություն որպես հայ բարդության պահերի համար եւ ամենակարևորը հարցս որն եք համարում որակական այն ձեռքբերումը, որ կոնֆերենցիաների լիգայի մրցաշրջանում ունեցավ ձեր գլխավորած թիմը։ Մենք շատ բաներ ձեռք բերեցինք։ Սա եվրոպական մրցաշար է, համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր մակարդակը։ Այս խաղը նաև ապացուցեց, մենք շատ սովորելու բան ունենք, եւ այսօրվա խաղից էլ շատ բան ունենք սովորելու։ Տեսանք, թե ինչ է ինտենսիվ ֆուտբոլը 2-3 հպումով, շատ տարածություններով հարձակման գծում։ Եվ իմ թիմը Բուդուչնոստի հետ հենց առաջին խաղից սկսած այս մրցաշրջանում ունեցել է խաղի եւ կազմի զգալի առաջընթաց, եւ անկախ այս ծանր պարտությունից մենք ներկայացրեցինք մեզ մեր ակումբը ու հայկական ֆուտբոլը լավագույն ձևով։ Այլ հարցեր։ Ռոբերտ Մարկոսյան, ուրիշ ֆուտբոլ։ Պարոն Բերկովիչ, սա իրոք անմոռանալի ճամփորդություն էր, նավարկություն էր հայկական ֆուտբոլի երկրպագուների համար։ Նախ ցանկանում շնորհակալություն հայտնել, ցավոք այն այսօր ավարտվեց մեզ համար եւ ավարտվեց այսպես բավական դառնահամ թողնելով բոլորիս մոտ, քանի որ բոլորս ավելի լավ արդյունք էինք ակնկալում եւ միտված էինք դրան։ Մինչև երրորդ գոլն ընդունելը թիմը կարծես անօգնական լիներ, միայն դրանից հետո ֆուտբոլիստները կարծես լարվածությունը թոթափեցին եւ սկսեցին խաղալ եւ կենտրոնության նշաններ ցույց տալ իրենց խաղով։ Ինչն էր դրա պատճառը ըստ ձեզ։ Ինչպես արդեն նշեցի, այս եվրագավաթային մրցաշրջանը լավն էր։ Այսօր մենք մեզ լավ չէինք զգում, միգուցե լավ չէինք քնել, բայց վաղը կարծում եմ կգիտակցենք, թե ինչ ենք արել հայկական ֆուտբոլի պատմության համար։ Դա անելը հեշտ չէր։ Մենք հասանք play-off փուլ, հաղթեցինք առաջին խաղը։ Այսօր մենք ոչ թե չունեինք ոգի, այլ պետք է ընդունենք, որ նման թիմի հետ խաղալը շատ բարդ է։ Նրանք չեն տալիս տարածություններ, չեն ներում մանր սխալներ, չեն թողնում, որ երկրորդ գնդակները հավաքես։ Դու պետք է խաղադաշտի յուրաքանչյուր սանտիմետրում հաղթող լինես, եւ դա հեշտ չէ։ Այս մակարդակում խաղալը հեշտ չէ։ Եվս մեկ անգամ ցանկանում շնորհավորել տանտերերին, նրանց լավագույնն եմ մաղթում մրցաշարում եւ վստահ եմ, որ նրանք դեռ երկար ճանապարհ են անցնելու։ Ինչ պատահեց Մատեուս Այաշի հետ, որ նրան հետ փոխարինում կատարեցիք։ Ցավոք նա վնասված ստացավ եւ չէր կարող շարունակել հանդիպումը։ Ստիպված էինք հետ փոխարինում կատարել։ Առաջին խաղակից հետո ինչ փորձեցիք փոփոխել, որ փոխարինումներ չկատարեցիք, որովհետեւ առաջին խաղակից հետո արդեն ակնհայտ երևում էր, թե մենք որ խաղային ասպեկտներով ենք զիջում մրցակցին եւ որտեղ կարելի է փոփոխություններ կատարել։ Ինչու չգնացիք այդ քայլին ավելի շուտ։ Նրանց դեմ խաղալը հեշտ չէր։ Յուրաքանչյուր տակտիկա ունի թույլ կողմեր։ Եվ ինչ մենք այսօր փորձում էինք անել, նաև երկրորդ խաղակեսում նրանք կարողանում էին հակախաղ գտնել։ Նրանք այդքան լավ ֆուտբոլիստներ են, եւ խաղը տակտիկայի մասին չէր։ Շատ տարբեր բաներից էր կախված։ Չարեցի փոխարինումներ, քանի որ կարծում էի առաջին խաղակեսում մենք լավ տեսք ունենք։
Արագ գոլ բաց թողեցինք։ Հետո գոլ ստանդարտի արդյունքում։ Հարձակողական մի քանի լավ պահ ունեցանք։ Մի փոքր ավելի լավ փոխանցման կամ ավելի լավ որոշման կարիք կար։ Երրորդ գոտում և նման բաներ։ Եվ ես հույս ունեմ, որ մենք, եթե այս ուղին շարունակենք, ավելի լավ կանենք այդ առաջադրանքները։ Պաշտպանության վերաբերյալ նույնպես խոսակցություն ունեցանք ընդմիջմանը։ Մենք փորձեցինք այն ավելի լավացնել։ Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք պետք է չմոռանանք, թե ում դեմ ենք խաղում։ Այս թիմի արժեքը տրանսֆերմարկտում 150 միլիոն է և նրանք շատ լավ կազմ ունեն։ Դուք չեք փոխել մեկնարկային կազմը եւ այն նույնն էր մնացել Երևանյան խաղից հետո եւ թվում էր այն ֆուտբոլիստները, որոնք կարողացան հաղթանակ կերտել Երևանում, այստեղ էլ պետք է կարողանան դա անել կամ առնվազն ուղղակի նվաճել մեզ համար։ Ինչ է Երևանում դարձավ մեր հաղթաթուղթը, որ այստեղ չկարողացանք դա անել։ Առաջին հերթին կարծում եմ այն է, որ տան տերերն այսօր կազմում ունեին իրենց լավագույն ֆուտբոլիստներին՝ Մայնսին և Սմիթին, որոնցից մեկը բացակայում էր մեկնարկային կազմում Երևանում։ Մայնսը սկսեց երևանյան խաղը մեկնարկային կազմից վնասվածքից հետո, և այսօր արդեն տեսանք, որ նա լիարժեք արդեն պատրաստ է հանդիպմանը։ Սմիթը ևս հրաշալի ֆուտբոլիստ է, որը մեծ ապագա է ունենալու եվրոպական թոփ ակումբներում։ Շատ դժվար է նման ֆուտբոլիստներով թիմի դեմ պաշտպանվել։ Մի հարց էլ, դուք նշում եք այդ երկու ֆուտբոլիստներին, բայց իմ կարծիքով այս երկու խաղերի ամենավառ ֆուտբոլիստը մրցակցի համար 27-ն էր, ով կարողացավ վճռորոշ դեր խաղալ այս խաղերում, նրա մասին ինչ կարծիք ունեք։ Այո, շատ դժվար է նրա դեմ խաղը մեկը մեկի դիմաց պայքարում։ Շատ դժվար է պաշտպանվելը։ Մենք փորձեցինք դա վերածել երկուսը մեկի դեմ պայքարի, բայց նա շատ խելացի ֆուտբոլիստ է։ Արագ է փոխանցումներ կատարում։ Դժվար է նրա դեմ խաղալը։ Կհամաձայնեմ, որ հիանալի ֆուտբոլիստ է։ Ինչպես օրինակ Փերոթը, հակառակ եզրում Սադիքը, նրանք շատ լավ կազմ ունեն։ Իմ կարծիքով լավագույնները Մայնսը և Սմիթն են։ Շնորհակալություն։